Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 TV-ի եթերում երկու ճակատ ոդքասթի 152-րդ թողարկումն է։ Մենք շարունակում ենք հետևել քաղաքական զարգացումներին եւ ամեն ուրբաթ հանդիպել, դա անում ենք մեր ավանդական գործընկեր Pantera Security մասնավոր պահնորդական ընկերության աջակցությամբ, որն իր 20-ամյա փորձով շարունակում է առաջարկել անվտանգության եւ պահնորդական բարձրակարգ ծառայություններ թե Երևանում, թե մարզերում, թե հեռավար, թե իրական ժամանակում եւ տարածության մեջ, լինի դա կենտրոնացված տեսահսկում, VIP թիկնապահներ, ուղեկցում, փոստի անվտանգություն, ձեր տների, բնակարանների, ուսումնական հաստատությունների, ձեր ընտանիքի անդամների անվտանգության ապահովում անվարան դիմեք մեր գործընկերոջը Pantera.am կայքում, սոցցանցերի Pantera անվանումով էջերում եւ 077010230 հեռախոսահամարով կարող եք գտնել լրացուցիչ տվյալներ։ Այսօր իմ արդեն падգամավոր դարձած գործընկեր Էդգար Ղազարյանին ժամանակավորապես եւ բացառիկության կարգով փոխարինել է Հայ մամուլի Նահապետը։ Այսօր հյուրընկալել եմ Հասկ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր իմ հավաք գործընկեր Հակոբ Ավետիքյանին։ Ողջույն ձեզ։ Ողջույն, պարոն Ավետիքյան, շնորհակալ եմ։ Այս ոդքասթին միանալու համար քննարկելու շատ բան ունենք։ Մենք քիչ առաջ խոսում ենք եւ հիշեցի, որ վերջին հեռուստատեսային հարցազրույցը դարձյալ ինձ եք տվել, բայց դա մոտ 2 տարի առաջ էր։ Շատ բան է փոխվել։ 1.5 տարի առաջ։ Թեև կարևորագույն հարցը այս ընթացքում չի լուծվել։ Իսկ կարևորագույն հարցը իշխանապողությունն էր։ Մարդիկ գնացին տեղամասեր այն հույսով, որ ի վերջո հնարավոր կլինի Հայաստանում ազգային իշխանություն հաստատել, դա չեղավ։ Անդիմությունը իր երկու շարքերով որոշեց վերցնել մանդատները, եւ արդեն 4-5 օր է մենք խորհրդարանում որոշակի պատկեր տեսնում ենք, պարոն Ավետիքյան, այսինքն ընդդիմադիր падգամավորները հարցեր են տալիս, հարցապնդումներ են անում, ելույթներ են ունենում, փորձում են այլընտրանք առաջարկել, բայց շատ կարևոր է եւ ինչու եմ ձեզ հրավիրել։ Դուք հիշում եք նորանկախ Հայաստանի պատմության բոլոր խորհրդարանները սկսած առաջին գումարման գերագույն խորհրդից, որը քաղաքական խոսքի, մտքի եւ հասունության բացառիկ բարձր նշաձող է սահմանել։ Եկեք փորձենք համեմատել այն խոսքը, քաղաքական այն միտքը կամ դրա բացակայությունը, որ այսօր կա մեր խորհրդարանում եւ եղել է նորանկախ Հայաստանում։ Իմ տպավորությամբ օրինակ ամեն հաջորդ խորհրդարան ավելի վատն էր, քան նախորդը։ Այդպես եկանք հասանք 9-րդ գումարման խորհրդարանին։ Դուք ինչ ակնկալիք ունեք այս ազգային ժողովից եւ ինչ դերակատարում պետք է ունենա հատկապես ընդդիմությունը այնտեղ։ Նախ ես կուզենայի ասել, որ մեր այսօրվա խորհրդարանը եւ ոչ միայն այսօրվա 18 թվականից հետո ուրեմն դարձել է կլասիկ առումով, դա կոչվում է parliamentarian dictatorship, խորհրդարանական բռնապետություն խորհրդարանական։ Դա եղել է եւ Հիտլերյան Գերմանիայում, այլ երկրներում, Իսպանիայում է եղել, Մուսոլինի Իտալիայում է եղել, այո, Մուսոլինի Իտալիայում, ֆաշիզմի ստեղծման բան եւ այլն, դա այն մեխանիզմն է, որ գործադիր իշխանությունը վայելում է մեծամասնություն ունի տվյալ բանում եւ օրենքները, օրինագծերը ընդունվում են ըստ այդ գործադիրի, այսինքն գործադիրն է ստանում ավելի մեծ կշիռ, իսկ մյուսը պարզապես հաստատում է այն։ Մինչդեռ պետք է հակառակը լիներ։ Խորհրդարանական պետության իմաստն այն է, որ ազգային ժողովը պիտի վերահսկի գործադիրը։ Շատ ճիշտ։ Մենք խորհրդարանական պետություն ենք, այդպես ենք ժողովրդավարական խորհրդարան։ Ժողովրդավարություն նշանակում է առաջի հերթին հակակշիռների տարբեր իշխանական օղակների հակակշռի վերահսկողության վիճակ, որտեղ ուրեմն որպեսզի արդյունավորվեն այն ինչ, որ այնտեղ քննարկվում է, հաստատվում եւ օրենքի ուժ ստանում։ Մինչդեռ հիմա նոր խորհրդարանը, եթե մի քանի բանի հետևեցի ես, իմ տպավորությամբ դա ճիշտ է, որ Նիկոլ Փաշինյանի երազած 47%-ը չունեն այնտեղ, բայց այո, կրկին տիրապետողը իրենք են եւ այդ պայմաններում շատ դժվար է լինելու ու առաջի տպավորությամբ այն է, որ ոնց որ կռվի դաշտ լինի։ Այնտեղ կա մի որոշ տոկոս էլ մարդկանց երկու կողմ, եւ ընդդիմությունից եւ
այսպես կոչված պայմանագրից, որոնք իրենց անձն են ցույց տալիս, ոմանք իրենց հավատարմությունը, վստահ եմ, որ նրանցից ոմանք հատկապես խոսքը վերաբերում է պայմանագրայիններին, ուրեմն նրանք նիստից հետո նայում են, թե շեֆը ինչ տպավորություն ստացավ, լավ արեցի, չէ։ Մի քանի անգամ քծնեցի, շողոքորթեցի, առավել աչքի ընկա, ահրելի բան է ստեղծվել։ Դուք նկատում եք, որ Հայաստանում նոր խավ է ստեղծվում։ Ես դա կոչում եմ տզրուկների խավ, որոնք ունեն այսօր նոր տուն, կալվածներ, նոր շքեղ թանկանոց ավտոմեքենաներ եւ ստեղծվել է մի վիճակ, ուր ուրեմն պաշտոն, փող, պաշտոն, այս հարաբերություններն են ամնացած եւ սա ճիշտ է ոմանք ասում են, որ սա արդեն ներքին ապագա բայթունի սկիզբն է։ Ճիշտ է, եթե վերցնենք այսպես միջազգային փորձը, բայց Հայաստանում չկա դրսի ճնշում, համաժողովրդական ճնշում, համաժողովրդային ճնշում։ Չկա, որովհետև դարձյալ դասական առումով, եթե մոտենանք, Հայաստանում չկան արհեստագործական միություններ, արհեստակցական միություններ։ Երկրորդ, չկան ուրեմն այն, ինչ որ կոչվում է ուրեմն այսպես ասած ճելադրող գործարաններ, ֆաբրիկաներ, որտեղ աշխատակիցներ են։ Արդյունաբերություն, բանվոր դասական։ Չկա նման բան։ Դասակարգային չէ այնքան, որքան կա ինչ որ է։ Այդ պայմաններում դասի, թեև ասում են փողոցը պետք է ուրեմն փողոց դուրս կանգնես, ինչպես դրա համար պետք է արդարոց ինչ որ բան պատահի թերևս, որը ոչ ոքի ուզածը չէ, այն առումով, որ արդարոց բաներ, այսին խոսքը վերաբերում է խոսքս արյունահեղության, մեզ պետք չի։ Մնացյալ պարագաներում հանգիստ ընդդիմություն, որը, տեսեք, ես միշտ մտածում եմ Արցախյան շարժումը, որի կենտրոնները մի քանիսն էին, գլխավորաբար Մերգելյանի ինստիտուտն էր, 6000 աշխատակից, որի կեսը մոտավորապես գիտնականներ, սա հսկայական ուժ էր, եւ որը արդատրում էր միաժամանակ սովետական միության այլ երկրների հանրապետությունների համար գիտական որոշակի ուրեմն արդյունք ուներ նա։ Մաթեմատիկական մեքենաներից սկսած ուրեմն նաև Ատենադարանն էր, նաև Հայաստանի գրողների միությունն էր, այսինքն բազմակենտրոն էր դա, մտավորականությունն էր կանգնած դրա։ Այո, բայց ուժեղ էր 6000 հոգի։ Այն ժամանակ էլ կային սրիկաներ։ Ես հիշում եմ նաև ծաղրողներ կային։ Մարդիկ կային, որոնք ասում էին, «Արա ինչ ես Ղարաբաղ ուզում, Սոչին ուզի, Սոչին» եւ այլն։ Կամ հողերը, որ ասում են, սրանք էլ փողերը էին ասում։ Այսպիսի բան կար, բայց չզբվեց այդ ամբողջը։ Դուրս եկավ այն ինչ որ մենք կոչում ենք ազգային ազատագրական պայքար, դիրացանք, վերադիրացանք այն բաներ։ Հիմա ափսոս, որ այդպիսի, գիտեք, երկրներ կան, որոնք չեն թողնում մեծ ֆաբրիկաների ստեղծում իրենց տարածքում։ Վախենում են։ Հանգաց այդ ֆաբրիկան, այդ գործարանը գանգարավ։ Ինչ են անելու։ Գլխացավ։ Դրա համար չեն թողնում։ Սիրում եմ փոքրիկ բաներ լինեն, արդյունական միավորներ են, վերջ։ Դուք հիշեցիք շարժման լուսավոր տարիները, պարոն Ավետիքյան, որոնց ականատեսն եք եղել վկան, մասնակիցը եւ մտավորականության սերուցքը այն ժամանակ օրակարգ թելադրող էր։
բայց երբևէ մեր իրականության մեջ չի եղել այնպիսի իրավիճակ, երբ մտավորական ամբողջ վերնախավը, ընդհանրապես ինտելեկտուալ պոտենցիալը լինի բացառապես ընդդիմության դաշտում, ինչպես այսօր է։ Այսինքն մտային ամբողջ էլիտան այսօր կամ ընդդիմության շարքերում է, կամ ընդդիմադիր է այս իրավիճակին։ Շատ դժվար է պատկերացնել, որ նորմալ արժեհամակարգ ունեցող մարդը աջակցի այս վարչախմբին։ Ու Վիգեն Ավետիսները, որոնք տարբեր եթերներից ստահոդ հայտարարություններ են անում, մտավորականության մաս չեն, այդպիսին կոչվել չեն կարող։ Ճիշտ հակառակը, նրանք պիտի դատապարտեին օրինակ այս րոպեներին կամ այս պահին, երբ մենք տեսագրվում ենք վեհափառ հայրապետի եւ 6 եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների դեմ այդ խայտառակ դատավարությունը, որը համաքրիստոնեական խայտառակություն է, բայց դրանց ծպտունը չենք լսում, հետեւաբար դրանք մեզ համար գործոնել չեն։ Իրական մտավոր արժեքային եւ բարոյական ներուժը այս կողմն է։ Բայց խորհրդարանը, պարոն Ավետիքյան, որ ձևավորվել է ին եւ ձեր եւ մեր 100 հազարավոր այլ ընդդիմադիր հայրենակիցների քվեներով, թույլ է ռեսուրսային չի, այսինքն ինքը չի արտացոլում հայ ժողովրդի քաղաքական միտքը։ Ին տպավորությամբ մեր քաղաքական միտքը մնացել է խորհրդարանից դուրս, մնացել է խորհրդարանի պատերից դուրս, մնացել է փողոցներում, մնացել է քաղաքականապես չձևակերպված։ Ու եկեք հիմա մտածենք ու նաև տեղատոմս առաջարկենք, թե ինչ անել, որ այս կենցաղային դժգոհությունները, որ ամեն օր մարդկանց խոհանոցներում հնչում են, նախ քաղաքականապես ձևակերպվի, ապա եւ համընդգրկուն դառնա, խորհրդարան կլինի, արտախորհրդարանական ուժեր կլինեն, փողոց կլինի, բայց համընդհանուր գեներացիա լինի, որ ի վերջո այս երկարատև գործընթացը ավելի քան 8 տարվա մենք կարողանանք հանգուցալուծել։ Հրաշալի ներկայացրեցիք, ավելացնելու բան չունեմ։ Բարձրապես կուզենայի ափսոսանք հայտնել, որ այս տարիները ունենալով այսպիսի երիտասարդություն ի վերջո խելացի, հնարամիտ բավական, եւ նկատի ունենալով նաեւ աշխարհում համապատասխան գիտության զարգացումը, մերոնք անմասն են։ Մեր գրթական համակարգը չի կարող բավարարել նրանց։ Մենք չունենք պետական աջակցություն արտասահմանում սովորելու, արտասահման ուղարկելու տարբեր համալսարաններ, չունենք այդ պետական աջակցությունը։ Սա երկրորդ կարևոր խնդիրն է։ Եվ բահը գործնում ենք, այնինչ ես վստահ եմ, չգիտեմ Հայաստանում որևէ հետաքրքրություն կա արդյոք տեսնելու, թե մենք ունենք դիեզերագիտական թանգարան, որը այցելելը այնպիսի հպարտություն է պատճառում մեզ, բայց անցյալ է, այնտեղ կարելի է տեսնել դիեզերքում թռած, այրած, այսպես դեր եւս կարմիր գույնը վրան, ինչ-որ գործիքներ, չափիչ գործիքներ, դեսողական, դիտողական, եւ նաեւ կասմացներ, որոնք դեզերամիտ նավի մասեր են եղել։ Հսկայական մի կտոր ես տեսնում, ասում ես սա ինչքան բան կլինի երևի ծանր։ Ընդդից Վահագն Գուրզատյաններ ինձ տարավ այնտեղ, ուրեմն կարելի է երկու մատերով բարձրացնել այնքան թեթև է։ Մերոնք են այդ մետաղը ստացել։ Ուրեմն այս ամբողջից հետո հանկարծ ոչինչ։ Էլ չեմ խոսում աստղագիտության, աստղաբաշխության եւ այլնի մասին։ Այս ամբողջը այս տարիները մեր նոր սերունդը գործնում է։ Եվ սա երկար իր հետքերը կթողնի վատ իմաստով։ Գիտության նվաճումների հայկական արմատներին տիրություն չանելը, դա մի կողմից, մյուս կողմից մեր արժեհամակարգի տոտալ ճգնաժամը, որ մենք տեսնում ենք այս օրերին, երբ ազգային ամեն ինչ սրանց խանգարում է, սկսում են հիմնովին ջնջել դասագրքերից, մեր հավաքական հիշողությունից, եւ քանի որ սրանք ավելի քան 8 տարի արդեն իշխանության են, շատերը, որոնք չունեն երկարաժամկետ եւ ինստիտուցիոնալ հիշողություն, սկսել են մոռանալ, թե նախկինում ինչպես էին ապրում։ Ասենք օրինակ սկսել են մոռանալ, որ ընդամենը 10-15 տարի առաջ
մենք հանրապետության հրապարակում հաղթական զորահանդեսներ էինք անում, որտեղ չենք վախենում մեր օպերատիվ մարտավարական հրթիռները ցուցադրելուց, որտեղ չէինք ասում պայմանական հակառակորդ, այլ ասում ենք իրական հակառակորդ, որտեղ մենք 42000 քառակուսի կիլոմետր ենք տնօրինում, որտեղ մենք չէինք վախենում եռաբլուր բարձրանալուց, եռաբլուրը անհամեմատ ավելի փոքր հողակտոր էր զբաղեցնում, քան այսօր։ Մի ամբողջ սերունդ դեռևս թարմ շիրմաթմբերի տակ չէր, եւ նրանց վրա եռագույններ չէին ծածանվում, այլ ուսանողներ էին տղաները։ Հիմա արդեն մենք այս ամբողջը ընդունում ենք որպես ռեալություն, որպես նոր նորմալություն, բայց այդպես չի եղել։ Եվ ցավոք սրտի ես դարձյալ գալիս եմ խորհրդարանի 9-րդ գումարման առաջին նիստերին, նույնիսկ շատ ընդդիմադիր падգամավորների ելույթներ արդեն իսկ ելնում են այս կանխավարկածից, որտեղ եղել է, անցել է, օրինակ Արցախի էջը փակված է, հիմա պիտի փորձենք փրկել գոնե Հայաստանը, ոչ, այդպես չի։ Ես շատ էի նեղսրտում քարոզչության ամբողջ ընթացքում, երբ բոլոր ընդդիմադիր ուժերը առանց բացառության վախենում էին Արցախի հարցի մասին խոսելուց։ Ես նեղսրտում էի դրանից։ Ես շատ լավ հասկանում եմ, որ շատ բարդ է հիմա վերախաղարկել իրավիճակը։ Ես հասկանում եմ, որ մենք հիմա սարսափելի ծանր կորստաբեր վիճակում ենք եւ տասնամյակներ են մեզ պահանջվելու առնվազն իրավունքով մեզ պատկանողը վերականգնելու, բայց չի կարելի երազանքին այդքան հեշտ հրաժեշտ տալ, այնպես ինչպես իդեպ ադրբեջանցիները հրաժեշտ չտվեցին 94, 95, 96 թվականներին իրենք ուշքի չէին գալիս այդ ծանր հարվածից, երբ ոչ միայն Արցախը, այլև նրա շրջակա տարածքներն ենք մենք վերցրել, բայց իրենք երբեք չհամակերպվեցին դրա հետ։ Ես հիմա տեսնում եմ, որ մեր քաղաքական միտքը սկսում է համակերպվել այս ստատուս քվոյի հետ։ Այո, նաև բաների հարցը ինչ են ասում։ Ռազմագերիների հարցը չի միայն նաև այդտեղ դարածքներ, մեր օկուպացված տարածքները։ Այո, որոնք այսօր Ադրբեջանը պահանջադեր է դառնում դրանց։ Ես հիմա մի հոդված եմ գրում, որը գիտեք ինչին է վերաբերում։ Ճորապահակ անունով մենք տեղ ունենք։ Հայոց սահմաններից մեկն էր ճորապահակը։ Եվ ոչ միայն սահման չէր անմիջապես, բայց այնտեղ դիրություն անողները սյունյաց իշխաններն էին։ Եվ Վարդանանց պատերազմի ժամանակ է ճորապահակը կարևոր դերակատարում ունեցել։ Ունեցավ, որովհետև նաև լծակ էր։ Այո։ Դա հավաքական անվտանգության հրաշալի մի օրինակ է, որ 5-րդ դարում մենք ունեցել ենք։ Այն ժամանակվա սահմանագծումն ու սահմանազատումն էր, ինչպես այսօր բաց է ասել։ Բայց նաև լծակ էր մեր ձեռքում։ Մերոնք կարողանում էին հենց որ Բարսկաստանից ինչ որ կամ Բյուզանդիայից վտանգեր սպասվում, ասում են, գբացեմ սահմանը։ Լրիվ մերն էր։ Ուրեմն մեր տնօրինության տակ եւ դա գոյություն ուներ մինչև 16 թվական, 1916 թվական։ Շուրջ փոքրիկ քաղաք է, ամրոց քաղաք է, 12000 բնակիչ հայ։ Նաև այնտեղ կային 2 դպրոց, օրիորդաց եւ դղաների։ Կար ուրեմն Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Այս ամբողջ սրա մասին չենք խոսում, բայց դա մի հրաշալի օրինակ է։ Եվս առավել, որ այն ապացուցում է մեր դերը, որը կատարել ենք ամբողջ Կովկասի եւ այս ողջ տարածաշրջանի համար։ Ամենահետաքրքրականը բայց այն է, որ սյունյաց իշխանների մասին խոսեցի, այնտեղ բահվող զորքի մասին խոսեցի, ուրեմն այդ մարդկանց գումարը տրամադրում էր Բյուզանդիայից եւ Բարսկաստանից, որտեղ իրենց համար էլ է ծառայում էր նաև իրենց, եւ նրանք անընդհատ գումարները տալիս էին, որպեսզի կարողանան այդ մարդիկ այնտեղ պահպանել ամեն ինչ։ Բայրի, ցեղերի, հոների, վաների եւ այլն դրանց առաջ կառնելու համար խժդուժ արշավանքների Մեզ որ միշտ լավ է փարածս անցավորի ասելը, բայց դա պետք է խթան դառնա, որ մենք նոր միտք բերենք, նոր ուղեղ, նոր մոտեցումներ եւ ոչ թե ես այս իշխանությանը կոչում եմ տորմուզ,
կներեք, որ այդ բառն եմ օգտագործում ռուսերեն, արգելանք է, ոչ ոք չի կարող այսօր, և նաև ուրիշ մի վտանգավոր բան է առաջացել մարդկանց մոտ, վախ ճշմարտությունից, արդյոք պետք է սա ասեմ, արդյոք ինձ ես ինչ բանի համար չեն բաջի, բանդարգի, ես ինչ քաշքշոցի ենթարկեն, իսկ ինչ վերաբերում մեր եկեղեցուն, դա մի ուրիշ բան է, և մենք, ինչ ասեմ, նվաստանում ենք ազգովին այս վիճակով, ինչ է նշանակում հայրապետին, ամենայն հայոց հայրապետին կանչել դատարան, ինչ է նշանակում դա, այն էլ ինչի համար, պարոն Ավետիքյան, ինչ մեղադրանքով, Գերագույն հոգևոր խորհրդի ընդունած մի որոշման, որով կարգալույծ է արվում փաստորեն կանոնական ընթացքից շեղված մի բարձրաստիճան հոգևորական, և աշխարհիկ դատարանը իրեն իրավունք է վերապահում հոգևոր իշխանության բարձրագույն մարմին հանդիսացող Գերագույն հոգևոր խորհրդի որոշումը քննել, սա իրոք երևի ասենք Հաքսլի կամ Ազիմովի կամ մյուսների հեղինակների մտքով անգամ չեր անցնի նման ֆանտասմագորիկ կամ գիտաֆանտաստիկ մի սցենար գրել, բայց գտնվել են 21-րդ դարում 1725 տարվա պետական քրիստոնեություն ընդունած երկրի առաջնորդներ, օկուպացիոն վարչակարգ, ինչպես ես եմ նրանց կոչում, որոնք նման որոշում են կայացրել, սա համաքրիստոնեական պատմության մեջ աննախադեպ բան է։ Գիտեք, եթե մենք վերհիշենք 18-ի վարչապետական աթոռին, ինչ ասեմ, զբաղեցման թվականը, դրանից 3-4 օր անց մի քանի հարվածներ ստացավ Հայաստանը, առաջին սահմանադրական դատարանը, արհեստականորեն այնտեղ խնդիր անեցին, ծիծաղելի ինչ-որ բան բեր Հրայր Թովմասյանի հայրիկի դարիներ առաջ սարկած, այսպես ասած կռիշի վերանորոգման խնդիր։ Եվ ԱԱԾ-ն էր զբաղվում դրանով։ Որը ահագին զբաղմունք ունի, անելու որը չի անում, դա դժվար է։ Այստեղ մարդը իրենց ասում է, որ ձևը գտեք, սա իր խոսքն է, ձևը գտեք, նրանք գիշեր ցերեկ դանջվում են, որպեսզի ձևը գտնեն, թե ինչպես կարելի է սեղմել, ուրեմն այդ մեր բացառիկ հաստատությունն է եկեղեցին, և ընդունենք կամ ոչ, շատ ավելի հեղինակավոր աշխարհում, քան մեր պետությունը, սա ցավալի բան է, անշուշտ, բայց օբյեկտիվ, այս է, իդեպ եկեղեցիների ուրեմն այսպես կոպիտ ասած բորսան իրենց մակարդակների առումով Երուսաղեմում է գտնվում, սուրբ վայրերում 900 միլիոն հաշվող և թերևս ավելի, ուրեմն կաթոլիկ եկեղեցին չունի այնքան կալված սրբավայր, սրբատեղի հեղինակություն, որքան մեր եկեղեցին, պատկերացրեք, սա մենք չենք տեսնում, բայց օտարդի դորդները շատ լավ գիտեն, մանավանդ եկեղեցականները, 350 միլիոնից ավել հույն ուղղափառ եկեղեցին, որին հարում է նաև Ռուսաստանը, ուրեմն չունի այդքան իրավունքներ, որքան մենք, և ոչ միայն իրավունքներ, այդ իրավունքները նաև օգտվում են փոքր մանր մնացած եկեղեցիները, քրիստոնեական, այնտեղ ուրեմն կաղդիացիները, կպտիները, Եթովպացիները, Եթովպացիներին նույնիսկ դրված է մեր տանիքներից մեկը, որտեղ կարողանան, և իրենք նաև պատարակ կարող են մեր արդյունությամբ անել։ Մենք կարող ենք հաղորդություն ստանալ եթովպական եկեղեցու։ Ուրեմն այսպիսի հեղինակություն ունեցող բանի ով է
որ կարող է այսպես թեթևամտորեն զբաղվել, ուզենալ ստորացնել, ուզենալ ուրեմն բանդից մինչև, չգիտեմ ինչև այն տանել մարդկանց, տանջել, Կաթո Օգոստի հետ այդպես վարվել, չմոռանանք քիչ առաջ ես նշեցի առաջինը, որ սահմանադրական դատարանն էր, երկրորդը սրանք կարևոր ճակատագրական դեր կատարեցին այդ որոշումները վատ իմաստով, երկրորդը ուրեմն այնտեղից կեղծ ամբաստանություն, դատական գործ հրահրվեց, ես կասեի, գեներալ մայոր թե գնդապետ Խաչատուրովի դեմ։ Գեներալ գնդապետ։ Մեր լավագույն մարտական գեներալներից մեկի։ Մենք կարող ենք նաև պատկերացնել, որ եթե նա մնար այդ պաշտոնում, որը նա ուներ հապկում, գլխավոր քարտուղար։ Այո, պատերազմը մեր երկրորդ պատերազմը այդպես չէր ավարտվի։ Իրավունք ունենք։ Իսկ երրորդ որոշումը պատկերացրեք, եղավ այն անձինք, մի քանիսն են նրանք, որոնցից մեկը վեհապար հայրապետն է, Կաթո Օգոստի ամենայն հայոց, նրանց զրկել ուրեմն պետական պաշտպանություն են ասում Եվ դա եւ դիվանագիտական անձնագրերից եւ այլն։ Այսինքն առաջին իսկ օրվանից ուներ թիրախներ, որոնցից մեկը եկեղեցին էր։ Եվ բադական չէր, որ բոլոր խաժամուժան, ոչ առաջի շապա արշավեց մայրաթոր, խայդարակ իրենց բաղվածքով և այլն։ Ու չգիտեմ, ես չեմ կարծում, որ այս ամբողջից մենք դուրս կգանք ավելի լավ վիճակով։ Եթե շարունակենք համբերել։ Ես շատ հավանեցի խորհրդարանական բռնապետություն արտահայտությունը։ Դա շատ տիպական նկարագրում է այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, որովհետև խորհրդարանական վերահսկողության գործառույթ ունեցող ազգային ժողովը այսօր դարձել է ընդամենը կցորդ այս վարչախմբի պարագլխի եւ ինչպես հայտնի է, հերախոսային հավելվածներով է ղեկավարվում։ Ասենք այդ անձը, վարչախմբի պարագլուխը իրենց WhatsApp-ի կամ Viber-ի խմբում SMS է ուղարկում, թե ինչպես պիտի քվեարկեն այդ ուսապարկերը, իսկ իրենցից մեկը, որ ազգային ժողովի փոխնախագահ ընտրվեց, ինքն է կնքել ուսապարկ բառով հենց իր գործընկերներին, եւ նրանք էլ այդպես քվեարկում են։ Ասել կուզի, որ աշխարհիկ իշխանությունը եւ օկուպացիոն է, այսինքն կոլաբորանտ է, սպասարկում է թշնամական շահը, բայց նաեւ խիստ սնանկ է քաղաքականապես։ Որքան էլ զարմանալի է, ես օրինակ վերջերս հետաքրքրությամբ հերթական անգամ վերընթերցում էի Պետենի մասին, ֆրանսիացի ժողովուրդը շատ երկակի վերաբերմունք ունի նրա նկատմամբ։ Ճիշտ է, ընդհանուր առմամբ հատկապես գոլի հաղթանակից հետո ընդունված է նրան դավաճան համարել, բայց Պետենը միաժամանակ իր ժողովրդի թշնամին չի համարվում, այսինքն համարվում է, որ նա գոնե այդ մի քանի տարիների ընթացքում Ընդհակառակը նա առաջի համաշխարհային պատերազմի ֆրանսիական բանակի հերոս է։ Դա այո, ինչպես ասենք օրինակ Մարշալ Պետեն, ինչպես օրինակ Վլասովն էր, Ստալինի սիրելի գեներալը եւ Մոսկվայի ճակատամարտի հրամանատար հերոսը, բայց հետո նա անցավ նացիստների կողմը։ Բայց Պետենին երկրորդ աշխարհամարտում այդ վիշիստական ռեժիմի մասին, երբ օրինակ լսում ես ֆրանսիացիները ինչպես են արտահայտվում, նրանք դատապարտելով իհարկե այդ օկուպացիոն ռեժիմը, ասում են, որ նա առնվազն չի ավերել Ֆրանսիան, ամեն ինչ արել է, որ նացիստական ռեժիմը խնայի։ Ճիշտ է, դիմադրության շարժման կողմն է ֆրանսիացի ժողովրդի համակրանքը, բայց միաժամանակ Պետենը իր ժողովրդի թշնամին չի եղել, այսինքն ինքը ընդունել է իր կարծիքով խելամիտ որոշում եւ այդպիսով փրկել է Ֆրանսիան համատարած ավերումից։ Այս ռեժիմը օկուպացիոն է, որովհետեւ ինքը ամբողջությամբ հանձնվել է թշնամական կմահաճույքին, այսինքն Ալիևը ասում է, որ պիտի Հայաստանում սահմանադրություն փոխվի։ Ուրեմն պիտի փոխվի։ Ալիևը ասում է, որ պիտի անկախության հռչակագիրը չեղարկվի։ Ուրեմն պիտի չեղարկվի։ Չմոռանանք Սինիրոլուին։ Այո, ՀՀԿ-ի գլխավոր քարտուղար, ասում է կաթողիկոսը պիտի փոխվի։ Ես ձեզ կօգնեմ այդ հարցում։ Սինիրի միջալոց նշանակում է թուրքերեն ջիղ, ներվ։ Ինքը շատ ներվային է։ Վայ։ Եվ նա կարող է ամեն ինչ անել, սրանք վախենում են։
այդպիսի մարդկանցից դողում են ուղակի նա հրահանգում են դրից բայց իրենց ներսում էլ կա ոչ միայն եւ դրա համար կոլաբորանտ բառը օգտագործեցինք կոլաբորանտ են նաեւ նրանք ովքեր ամիջական կառավարության այդ իշխանությունների շուրջ թեքերող այնտեղ գտնվող մարդիկ որոնք թույլ են տալիս այս ամբողջը կոլաբորանտ են թշնամիների հետ կոլաբորանտ են եւ թշնամական իշխանություն է ստեղծվել որի հետ համագործակցում են այն խավն են գազում որի մասին նոր խոսեցինք Այդ թվում այն մեծականակ դատավորները, դատախազները, քննիչները, շատ ավելի մեծականակ ոստիկանությունը, բայց նախ եւ առաջ այն դատավորները, որոնք այնքան հեշտությամբ են տասնյակ քաղաքական գործիչների, այդ թվում կանանց կալանքի որոշումներ ստորագրում։ Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյան, որին զրկել են իր անչափահաս զավակի հետ տեսակցելու հնարավորությունից։ Մարդկային չի, քրիստոնեական չի, որևէ բացատրություն չի կարող լինել սրա նախր։ Մարդու ուղեղում չի տեղավորվում, որքան քինախնդիր պիտի լինի։ Անձը վարչախումբը, որ նման հրահանգ տա, պատժելու համար։ Պատժելու։ Դա այս է վիճակը։ Եվ ասեմ, որ այստեղ մենք ունեցել ենք այն վերադառնալով եկեղեցուն, ուրեմն հեշտ չի եղել մեր եկեղեցու վիճակը։ Երբեք նախ առաջի հերթին հայ եկեղեցին նրա պետը միշտ հետևել է քաղաքական իշխանությանը։ Մայրաքաղաքները փոխվել են, այնտեղ է տեղափոխվել, դա դվին լինի, թե այլ, թե կիլիգիա։ Սիս լինի, վերջում էջմիածին լինի։ Եվ այս մարդիկ գնացել են, հետևել են եւ այլն, ու 1441 թվականին տեղի ունեցել մի տարօրինակ շատ համարձակ մի քայլ Կիլիկիայի իշխանությունների անկումից հետո կաթողիկոս եկել է Հայաստան Էջմիածին միաբանության մեծ մասը բացի այնտեղ մնացած իմ անունը չեմ հիշում անձից որը հետո հիմք հանդիսացավ Կիլիկիո կաթողիկոսյան։ Նա էլ ընդամենը ծերության բերումով չեկավ։ Կեֆսիզյան։ Կեֆ չուներ մարդը։ Նա էլ շատ տարեց էր, պարոն Ավետիքյան։ Դրա համար չկարողացավ տեղափոխվել ուղղակի Էջմիածին։ Չէր էլ ուզում։ Բայց երբ որ Հայաստանում ոչինչ չկար, այսինքն ինչպես պետք է այդ եկեղեցին կաթողիկոսը բարձրաստիճան հոգևորականությունը թե ընդհանրապես հոգևորականությունը ապրեր նրանք համարձակ քայլ կատարեցին եւ իրենք ստեղծեցին այնինչ որ կոչվում է Էջմիածին բացի Գայանե Էջմիածնի տաճարից Գայանեի Հրիփսիմեից եւ Շոհակատից ուրիշ բան չկար այնտեղ Միաբանություն չկար։ Միաբանություն ոնց ինչպես լիներ, երբ որ դպրոց չկար, բան չկար, բայց իրենք ստեղծեցին այնտեղ։ Ուրեմն լճակ սարքեցին։ Եվ ծառեր տնկետլով անտառներ ունեցան։ Եվ փոխեցին կյանքը։ Եվ շունչ տվեցին Հայաստան աշխարհին։ Պետականությունը այդպես են ստեղծում։ Իսկ այսօր հալածվում է սա ամենաարտարոց բանն է որ կարելի է մարդու մտքով խելացի ղեկավարը ընդհակառակը մեր եկեղեցու այդ միջազգային վայելած միջազգային հարգանքը կծառայեցներ հոգուտ պետությամբ իհարկե նրա միջոցով նախ դիվանագիտական եւ այլ աշխատանքներ կարող է շատ հանգիստ կերպով կատարել բայց անխելքների դգետների այս հավաքածուն եւ թշնամիների
ցավոք թշնամական քաղաքականություն վարողները։ Թշնամիները գայտարանում են, երբ որ դու ես այդպես։ Այո, երբ դու ներքին թշնամանք ես անում։ Դա գետեն եւ թշնամի, որովհետեւ կամ չգիտեն, կամ չեն ուզում խոստովանել, որ եթե 1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնի գաղտնի ժողով չաներ, այսօր Արևելյան Հայաստան հայ ժողովրդով չէր լինի։ Որ եթե Սիմեոն Երևանցի կաթողիկոս չլիներ, այսօր Մայրաթորը այս տեսքը չէր ունենա եւ համաժողովրդական, համահայկական ուխտավայր չէր լինի։ Որ եթե Ներսես Աշտարակեցի կաթողիկոս չլիներ, Արևելյան Հայաստանի այս ժողովրդագրությունը չէր լինի եւ այստեղ հիմնականում իսլամադավան եւ ոչ հայալեզու տաժ կլիներ։ Դա գետեն եւ թշնամի, որովհետեւ կամ չգիտեն կամ չեն ուզում ընդունել, որ եթե Խրիմյան հայրիկ չլիներ, ապա հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի փոխարեն արևելահայերն էին մորթվելու։ Դա գետեն եւ թշնամի, որովհետեւ իրենք չգիտեն կամ չեն ուզում իմանալ, որ եթե Գևորգ 5-րդ կաթողիկոս չլիներ, մենք պարտվելու էինք Սարդարապատում։ Եթե նա համաձայներ տեղափոխվել Բյուրական եւ թողնել Էջմիածինը, եւ միայն վեհապար հայրապետի Գևորգ 5-րդի այդ մեծագույն հայի կոչն էր եւ խոստովանությունն էր, որ ինքը կընկնի Էջմիածնի պատերի տակ, բայց չի թողնի Մայրաթորը, որ մեր հազարավոր զինվորների հոգեկան արիության պատճառ դարձավ եւ մենք հաղթեցինք, լինելով անհամեմատ ավելի փոքրականակ, քան մեզ վրա հարձակված թուրքերն էին։ Գիտեք ինչ է, ես մի համեմատություն, դխուր համեմատություն անեմ, մենք մեր եկեղեցին, մեր ժողովուրդը մեծագույն հարված է ստացել, երբ որ ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանին հեղտամարեցին։ Այո։ Դրանից հետո սա երկրորդն է։ Նրա վախճանումից հետո 8 տարի անգլուխ մնաց մեր եկեղեցին, մինչև որ եկավ մի ուրիշ մեծ հոգևորական առաջնորդը Չորեքչյան կաթողիկոսը, այդ ինչ մարդ, այդ ինչպիսի մարդ, որ վերադիրացավ աշխատանք, քայլ աշխատեց, ուժեղացրեց, մեծ հայրենադարձությունը կազմակերպողներից մեկը դարձավ։ Տանկային շարասյուն նույնիսկ ձևավորեցին եկեղեցու միջոցներով հանգանակություն արին, եւ դա էր նաեւ պատճառը, որ Ստալինը կենտրոնը թույլատրեց այն ժամանակ ամենայն հայոց կաթողիկոս ընտրել։ Այսինքն նույնիսկ խորհրդային բռնատիրությունը հասկացավ, որ ամենայն հայոց կաթողիկոսի, այսինքն Թադեի գահը չի կարելի թափուր թողնել, հայ ժողովուրդը գահազուրկ չպետք է մնա։ Մանավանդ համագործակցել նման մարդու հետ, որտեղ 45 թվականին էր դա, պատերազմը ավարտվել էր, սովետական միությունը մեծ, նաև Հայաստանը սկայական զոհեր էր տվել եւ այլն, հայրանդարձություն էր պետք, թարմացում է պետք էր ժողովրդի եւ այլն։ Եվ Չորեքչյանը մեծ կաթողիկոս է, իսկապես մեծ կաթողիկոս է եւ հիմա նրա ժառանգները մեր Գարեգին եկոտ կաթողիկոսին այսքան ժամանակ է նա դիմացավ, որովհետև համոզված մարդ է իր առաքելությանը եւ վստահաբար իր ուսերին է տանում։ Եթե հայտնի է կամ ես կարդացի, երևի ծանոթ են, դու ես ծանոթ, ուրեմն Արամ կաթողիկոսը գիտիքյո հայոց կաթողիկոսը թեմի ներողություն աթորի խորհուրդ էր դալիս երեք, որ կաթողիկոսը մեր չմասնակցի։ Ըստ երևույթին Արամ կաթողիկոսը լավ պես չի դիրապետում այստեղի մթնոլորտին։ Եվ դա մի մեղքը չի։ Մենք էլ չենք հասկանում մեր մթնոլորտի երբեմն։ Նա չգիտի, որ եթե կաթողիկոսը մերժի դատարան գնալ, նրան բերման կենթարկեն։ Դա այո, պատրվակ կդառնա, բերման ենթարկելու, գետին փրելու իրեն, ինչպես մեր բարերար եկեղեցաշեն
ուրեմն այժմ բանտում գտնվող Գագիկ Ծառուկյանին, այդ ինչ էր, այդ ինչ նվաստացուցիչ բան, և այդ չգիտեմ, խոս չունեմ ասելու, բայց այս մարդիկ ունակ են նաև նույնը կատարել ամենայն հայոց կաթողիկոսի դեմ և նվաստացնել ևս մեկ անգամ շատ ավելի խորը մեր ժողովրդին, սա դիտվում է, չէ, նայվում է, մարդիկ հետևում են և բացատրություն տվող չկա։ Այս լուսանկարը շատ մեծ խորք և արժեք ունի, որովհետև մեր նվիրապետական աթոռների երկու գահակալները կողք կողքի են։ Ցավոք շատ չեն նմանատիպ դրվագները, նմանատիպ լուսանկարները առավել քիչ են։ Մի շատ տպավորիչ լուսանկար կա, երբ Արամ առաջին կաթողիկոսը ամենայն հայոց հայրապետի հետ ապրիլյան պատերազմից հետո 16 թվականին մեկնում է Ստեփանակերտ։ Իդեպ զարմանալիորեն Արամ Վեհափառը առաջին անգամ էր Արցախում ապրիլյան պատերազմից հետո։ Ես կարծում եի, որ նա մինչ այդ էլ պետք է առիթ ունեցած լիներ Արցախ այցելելու։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոսը պարբերաբար էր Արցախ այցելում, ընդ որում բարձրանում նաև առաջնագիծ։ Դուք հիշեցրիք Մեծիտանը Կիլիկիո կաթողիկոսի հայտարարության մասին, ես քանիցս ասել եմ, այսօր էլ կասեմ։ Ես ակնկալիք ունեի պարոն Ավետիքյան, որ այս ճակատագրական օրը, հենց այսօր, օգոստոսի 7-ին, բոլոր 4 նվիրապետական աթոռների գահակալները պետք է լինեին էջմիածնում։ Սա իրոք բացառիկ իրադարձություն է։ Եվ բացի այն, որ հազարավոր հավատավորներ դատարանի բակում են, բայց նախ եւ առաջ սա ոտնձգություն է հայրաքելական եկեղեցու ամբողջ նվիրապետության դեմ։ Հետևաբար եւ Արամ առաջին կաթողիկոսը եւ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Սրբազանը եւ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Սրբազանը պետք է լինեին այստեղ։ Դատապարտող հայտարարությունները քիչ են։ Պետք է ֆիզիկական ներկայություն նաեւ մեր եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալների եւ այդ դեպքում եթե օրինակ մենք տեսնենք մի լուսանկար, որտեղ 4 գահակալները կողք կողքի են, իսկ ցավոք մենք առայսօր այդպիսի լուսանկար անգամ չունենք։ Չի եղել առիթ, որ բոլոր 4-ը մեկտեղվեն։ Պատկերացնում եք, դա մղձավանջ կդառնար հայտնի անձի համար։ Վարչախմբի պարագլխի գիշերային սարսափը կլիներ այդ լուսանկարը։ Եվ սարսափահար ինչ կաներ։ Մենք գիտենք սցենարը ծանոթ է։ Նա չի հանդուրժում որևէ հեղինակություն։ Եվ որևէ ժողովրդականություն վայելող անձի չի հանդուրժում։ Նախանց քինախնդրություն, փարասիրություն կեղծ, չհիմնավորված։ Հետևաբար չգիտեմ, դերևս ոգևորիչ պատկեր լիներ։ Նաև հետաքրքրությունը տարբեր երկրների, տարբեր եկեղեցիների, խոսքը մեծ եկեղեցին է, համաշխարհային տարողության եկեղեցիների մասին է, շատ ավելի սրվեր դեպի այստեղ տեղի ունեցողը։ Բայց միջև երբ մենք պետք է նայենք, որ դրսից ինչ են ասում, մենք ինչ ենք ասում, մենք ասելիք ունենք այսօր, մենք ասելիք ունենք և անելիք ունենք, և այդ ամբողջը, որ տեղի ունենում պետք է սսպվի, այլևս փրկություն չկա։ Ես մեր զրույցը սկսեցի 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքներին ձեր գնահատականը հայցրելով ու հիշեցի, որ առաջին գումարման գերագույն խորհրդի անդրանիկ նիստը 1990 թվականի օգոստոսին օրհնում էր ամենայն հայոց հայրապետ Վազգեն Առաջինը։ Նաև 91 թվականի սեպտեմբերին էր նա գերագույն խորհրդի նիստերի դահլիճում, երբ հայտարարվում էին անկախության հանրաքվեի արդյունքները։ Դրանք շատ հոգեցունց տեսարաններ են, լուսանկարները, տեսանյութերը, երբ նա իր օրհնանքի խոսքն է բաշխում թվով 260 նորընտիր
падգամավորներին, որոնց մեծ մասը քաղաքական գործիչ էլ չէր։ Տարբեր մասնագիտությունների մարդիկ էին, մեծամասնական ընտրակարգով ընտրվել էին իրենց ընտրատեղամասերից, եկել զբաղվում են քաղաքականությամբ։ Հետո իհարկե շատ ջրեր հոսեցին, շատերը սկսեցին զբաղվել այլ գործառույթներով, այլ բաներով, ինչի համար չէին ընտրվել բնավ, բայց սկիզբը շատ խոստումնալից էր։ Ամեն ինչի սկիզբը միշտ խոստումնալից է։ Եվ այդ ավանդույթը, երբ վեհափար հայրապետը օրհնում է նորընտիր ազգային ժողովը, միշտ է եղել, պարոն Ավետիքյան, արձանագրված է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում։ Մենք միշտ սովոր ենք եղել, որ նոր գումարման Գերագույն խորհրդի անդրանիկ նիստին հանրապետության նախագահի հետ մեկտեղ վեհափար հայրապետը պիտի ներկա լինի։ Սրանք դա էլ պղծեցին, դա էլ աղավաղեցին, վեհափար հայրապետին հրավեր չուղարկեցին։ Եվ եթե նույնիսկ նա ներկայանար, պատրաստ էին անգամ խոչընդոտել նրա մեքենայի ընթացքը եւ չթողնել նրան նիստերի դահլիճ։ Դա միայն մենք չենք արել։ Այլ երկրներ, հզոր երկրներ, Միացյալ Նահանգներ անպայման յուրաքանչյուր սեսիայից առաջ կամ նորընտիր ուրեմն կոնգրեսից առաջ գիտեք ինչպես է մաստագի անցումային բայեր կան իհարկե նախագահի երթմնարությանը հրավիրվում են Տրամպի նախագահության երթմնարության արարողությանը օրինակի համար սևամորտ բողոքական հայտնի քարոզիչ էր այդ քարոզի շնորհքը կարողությունը նրանց շատ լավ է տրված եւ նա դարձավ փաստորեն կնքահայրը այդ ամբողջ արարողություն այնպես որ սա միայն հայկական բան չի ավանդույթ է այո շատ լավ ավանդույթ է բայց ուրիշներ էլ ունեն սրա դակ ինչ կա ասում են ինքը պետք է գար ով իրեն պետք է պիտի արգելեր դա էլ ազգությամբ քուրդ մեկն է ասում որ քրիստոնյա էլ չէ եղբայր ասա դու քո հարցերով զբաղվի Դու ինչ գործ ունես մեր առաքելական եկեղեցու հետ։ Դու ո՞նց ես նման գնահատականներ տալիս։ 4-րդ գումարման Գերագույն խորհրդի 4-րդ գումարումն է արդեն, որ առաջին նիստը դու ես վարում ազգային ժողովի։ Եվ փոխանակ հարգանքով խոսես։ Օրինակ, ինձ ձեզ բոլորից որպես առաքելական եկեղեցու զավակ վիրավորական է, չէ՞ այդ արտահայտությունը, ինչ է նշանակում իրենով կարող էր խոչընդոտ հանդիսանել։ Քո խմբակցության անդամներն էին խոչընդոտ հանդիսանում։ Նրանք չեն թողել վեհափար հայրապետի մուտքը, նրանք են արգելել։ Եվ այս ընթացքով այս թույլ տվեք ասել կիսաօրհնված խորհրդարանով եւ կիսալեգիտիմ այո մենք քաղաքական հասունության հույս ունենք երբ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները նույն օրը երեկոյան գնում են վեհարան եւ ստանում են վեհապարի օրհնությունը երբ ընդդիմադիր խմբակցությունների 41 անդամները լեգիտիմ մանդատների կրող են, իրականում այդ մանդատները պիտի ավելի շատ լինեին, իսկ այն 64 տնօրինողները ոչ լեգիտիմ, որովհետև նրանց մանդատների մի մասը խլվել է խորհրդարան չանցկացված Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամների հաշվին։ Այսինքն, այս խորհրդարանը լեգիտիմ չէ, ի բնե, եւ օժնված էլ չէ։ Խախտվել է մեր քաղաքական ժառանգորդության սկզբունքը, ինչը որ մենք միշտ ունեցել ենք 90 թվականից ի վեր։ Ընդդիմության հիմնական անելիքը այս խորհրդարանում որը պիտի լինի պարոն Ավետիքյան, ինչն եք պատկերացնում։ Ընդդիմության իհարկե ամենա բանը որը ձայն խնդրել եւ խոսել ամենակարևորը ուրեմն ժողովրդի հետ աշխատելն է։ Նույնիսկ նիստերին չմասնակցելով ժողովրդի հետ, իրենց ընտրողների հետ աշխատելն է։ Ուրիշ մենք ելք չունենք ժողովրդին բացադրել, որտեղ անբացադրելի բաներ կան նույնիսկ գիտակ մարդկանց համար։ Այդ դրա տակի ներքին օղակները բացել եւ ցույց տալ, որ շուտ մոտիկա բագան ինչ բերելու, եթե այս ինչ բանը չանենք։ Եթե այսպես շարունակենք այս ինչ գործը։ Եվ այս սուտ մակերեսային բաներով ասֆալտ բավարարվել 8 տարի է մի հատ գործարան չի վերագործավորել չի վերստեղծվել սա ինչ է մի ճանապարհ չեն կարողացել սարքել
ասֆալտերը դա չի նշանում ճանապարհ։ Եվ միաժամանակ բողոքել, որ գիտեք մերոնք ճանապարհ սարքել չգիտեն։ Այնքան լավ ճանապարհներ կարող են սարքել եւ սարքել են։ Չարենցի փողոցը 45 տարի է ոչ մի վերանորոգման չի ընթարկվել։ Գիտեք ինչու գաղտնիքը, ասեմ։ Այնտեղ գտնվում Կենտկոմի առաջի քարտուղար Անդոն Քոչինյանի տունը, որը հիմա Գերմանիայի դեսպանությունն է։ Էնպես են սարքել 2 մետր փորելով շեր դարշեր եւ այլն։ Ուրեմն կարող ենք անել շատ ավի, բայց ձեր նպատակը երկիրը վերաշինելը չի։ Ձեր նպատակը բարձրապես ջրելը մարդկանց ցույց տալ, ցուցադրական ինչ-որ բաներ են։ Եվ այս ամբողջի համար պետք է իսկապես խորը աշխատանք է պետք, ամեն օրյա աշխատանք է պետք, անմիջապես ժողովրդի եւ հատկապես երիտասարդ սերնդի հետ։ Ես շատ շնորհակալ եմ այս արժեքավոր մտքերի փոխանակության համար։ Այսօր շատ կարևոր օր էր։ Հերթական փորձության օրներ Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա հովվապետի համար, որը մենք անցանք բոլորս բացառիկ պատվախնդրությամբ, բայց այդ պատերազմը շարունակվելու է։ Հարվածները մեր եկեղեցուն, մեր ինքնությանը, մեր արժեհամակարգին շարունակվելու են եւ Աստվածաշնչյան պատգամի համաձայն մենք երբեք հիասթափվելու իրավունք չունենք։ Մենք անընդհատ պիտի շարունակենք պայքարը եւ հուսահատությունը մահացու մեղք է, դա էլ պիտի հիշենք։ Մենք չպետք է հուսահատվենք։ Իրավունք չունենք հուսահատվելու, այո, պետք է գոտիները ձգենք, պետք է շարունակենք մեր վճռական պայքարը։ Ես ձեզ հարևշատություն եմ մաղթում, հարգելի խմբագրապետ։ Նույնպես շնորհակալ եմ շատ հրավերը ընդունելու համար, սիրելի բարեկամներ, Էդգար Ղազարյանը կվերադառնա մեր ձևաչափ եւ մենք շարունակենք մեր ոդկասթի թողարկումները այսօր բացառության կարգով հյուրընկալել է Ազգ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր իմ ավագ գործընկեր Հակոբ Ավետիքյանին, սա երկու ճակատ ոդկասթի 152-րդ թողարկումն էր, ամփոփումից առաջ դարձյալ ուզում եմ հիշեցնել, որ մեր ավանդական գործընկերն ու բարեկամը Pantera Security մասնավոր պահնորդական ընկերությունն է, որը ձեզ տրամադրում է անվտանգության, պահնորդության բարձրակարգ ծառայություններ եւ նրա անունը վաղուց հոմանիշ է դարձել կայունությանը, կանխատեսելիությանը, հուսալիությանը եւ վստահելիությանը 077010230 Pantera AM կամ սոցցանցերի Pantera անվանումով էջեր, այստեղ կարող եք գտնել լրացուցիչ տեղեկատվություն, եթե երկու ճակատ պրոմոկոդն ասեք, հատուկ առաջարկ կստանաք։ Այսքանը կհանդիպենք մյուս ուրբաթ մեր ավանդական 21:21-ին ցտեսություն։